Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին անկախության օրվա կապակցությամբ, որը հանրապետությունում նշվել է մայիսի 26-ին։ Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորանքի մասին ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։ Պարոն նախագահ, այսօր Վրաստանի անկախության 107-րդ տարեդարձն է։ Վրաց ժողովրդի ինքնիշխանության, անվտանգության եւ ազգային ինքնության համար պայքարում պատմական մի ամսաթիվ, որը շարունակվում է սերնդեսերունդ, լուրջ դժվարությունների եւ մարտահրավերների ֆոնին։ Իմ վարչակազմը տրամադրված է ամրապնդել խաղաղ եւ արդյունավետ հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ։ Ապագայում ես ակնկալում եմ մեր երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը, արդար առևտրի աջակցման եւ երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնման միջոցով։ Սրտանց շնորհավորում եմ Վրաց ժողովրդին այս կարևոր ամսաթվի կապակցությամբ, որն արտացոլում է երկրի ակնառու եւ բազմազան պատմությունը։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացնամակ է գրել Թրամփին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին, որում տարակուսանք էր հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների վերագործարկման հեռանկարների վերաբերյալ Վաշինգտոնի լռության կապակցությամբ։ Կոբախիձեն նշել էր, որ իր նամակը դեռևս անարձագանք է մնացել։ Մենք ուրախ ենք, որ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմից ստացվել է նամակ, որտեղ բացահայտ արտահայտված է համագործակցության հարցում բաց լինելը, եւ հենց դա էինք մենք պահանջում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցի շրջանակում։ Կոբախիձեի խոսքով պետքարտուղարությունից ստացված առաջին նամակը զգալիորեն տարբերվում է նախագահ Թրամփի կողմից Միխեիլ Կավելաշվիլիի անունով ուղարկված նամակից։ Հետաքրքիր է, որ այս երկու օրվա ընթացքում մենք տեսանք երկու տարբեր նամակ։ Մեկը սկզբում ուղարկվեց պետքարտուղարությունից, իսկ մյուսը նախագահի վարչակազմից։ Առաջին նամակը գրած էր խորքային պետության կողմից, իսկ երկրորդը կազմվել էր նախագահ Թրամփի վարչակազմում։ Կտրուկ տարբերություն կա, սա արդեն ցույց է տալիս այն պայքարը, հակամարտությունը, որը ընթանում է նոր վարչակազմի եւ Deep State-ի միջև։ Այլ կերպ անհնար է բացատրել, թե ինչպես կարող են այսքան կտրուկ տարբեր նամակներ ստացվել Վրաստանում։ Մի նամակը կարելի ասել չէր ճանաչում իշխանությանը, քանի որ ուղղված էր անմիջապես ժողովրդին, շրջանցելով ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը։ Մինչդեռ Թրամփի կողմից ուղարկված նամակը ուղղված էր Վրաստանի իշխանությանը, նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին եւ այնտեղ ուղղակիորեն խոսվում էր Վրաստանի կառավարության հետ համագործակցության զարգացման մասին։ Վրաստանի ներքին գործերի նախարար փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել։ Հրաժարականի առիթով Գոմելաուրին հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ իրեն հեշտ չի տրվել այս որոշումը, քանի որ 2011 թվականից եղել է այն պայքարի մասնակիցը, որը գլխավորել է Բիձինա Իվանիշվիլին եւ որը իր խոսքով Վրաստանում բեկումնային փոփոխություններ է բերել։ Գոմելաուրին վստահեցրել է, որ ապագայում եւս պատրաստ է կանգնել պետության եւ իշխող թիմի կողքին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Արդեն հայտնի է դարձել Վրաստանի նոր ներքին գործերի նախարարի անունը։ Գոմելաուրիին այդ պաշտոնում կփոխարինի Գելա Գելաձեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Մինչ այդ Գելա Գելաձեն զբաղեցնում էր պետական անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Էրդողանի օդանավը վայրեջք է կատարել հենց Լաչինի օդանավակայանում։ Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուն, գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, թուրքական պետությունների կազմակերպության ավականու նախագահ Բինալի Յիլդրամը, նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթին Ալթունը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այցի ընթացքում նախատեսված է Էրդողանի հանդիպումն Ալիևի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը, նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային արդիական իրադարձությունները։ Բացի այդ, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի երկրորդ հանդիպումը։ Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությունից բացի Էրդողանը կմասնակցի նաեւ Ադրբեջանի անկախության օրվան նվիրված մշակութային միջոցառումներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ նշանակել է 10 իրավագետ փորձագետներից կազմված խումբ եւ լիազորել է նրանց սկսել աշխատանքը նոր սահմանադրության վրա։ 23 տարի շարունակ մենք բազմիցս ցույց ենք տվել մեր ժողովրդավարությունը քաղաքացիական ազատությունների նոր սահմանադրությամբ պսակելու մեր անկեղծ մտադրությունները։ Ավելի վաղ Թուրքիայի իշխող արդարություն եւ զարգացում գոսակցության փոխնախագահ Հուսեյն Յայմանը հայտարարել է, որ չնայած երկրի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կրկին չառաջադրվելու ցանկության մասին խոսքերին, գոսակցությունը մտադիր է նրան առաջադրել
կատարել որպես տեխնացու նախագահի հաջորդ ընտրությունում։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Էրդողանը հայտարարել էր, որ չի նախատեսում նորից առաջադրվել նախագահի պաշտոնի համար։ Հարավային Կովկասում մենք ունենք 3+3 ձևաչափով փոխգործակցության փորձ։ Այս ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, մենք կշարունակենք այն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։ Լավրովի խոսքով Ֆիդանի հետ հանդիպմանը վերահաստատվել է կողմերի մոտեցումը Սիրիայի հարցով սերտ երկխոսության վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական ինքնիշխանությունը, քաղաքական միասնությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու հանձնառությունը։ Ընդգծվել է Սիրիայի իշխանություններին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը անցումային շրջանում նրանց առջև ծառացած լուրջ մարտահրավերների հաղթահարման գործում։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան շահագրգռված են գործակցության ընդլայնմամբ Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, այդ թվում Լիբիայի խնդիրների այլ ուղղություններով։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի փոխարտգործնախարարը, արտգործնախարարության քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Արարատ Միրզոյանը եւ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձ են կատարել Հայաստանում եւ Իրանում կազմակերպվող Երևանյան երկխոսություն եւ Թեհրանի երկխոսություն միջազգային ֆորումների միջև համագործակցության հարցերի։ Հայաստանի արտգործնախարարը եւ Իրանի փոխարտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության եւ կայունությանն ուղղված ջանքերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ, երկկողմ կապերի ամրապնդման հարցերի վերաբերյալ Օմանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Մասկատի օդանավակայան ժամանելուն պես նախագահ Փեզեշքյանին դիմավորել են Օմանի պաշտպանության հարցերի փոխվարչապետ Սաիդ Շիհաբ բին Թարիկ բին Թայմուր ալ-Սաիդը եւ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին։ Իրանի նախագահի այցը ըստ տեղեկությունների երկօրյա է եւ կայացել է Օմանի սուլթան Հայթամ բին Թարիկ ալ-Սաիդի պաշտոնական հրավերով։ Պաշտոնական ընդունելության արարողությունից հետո Իրանի նախագահը Ալ-Ալամի պալատում անձնական հանդիպում է ունեցել Օմանի սուլթանի հետ, քննարկել են երկկողմ գործակցությանը եւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։ Այնուհետև Փեզեշքյանը մասնակցել է երկու երկրի բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ հանդիպմանը։ Իրանը պետք է պահպանի ուրանի հարստացման իր իրավունքը եւ երկիրը որևէ զիջման չի գնա այս հարցում։ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ Ուրանի հարստացումը Իրանի խաղաղ միջուկային էներգիայի եւ միջուկային արդյունաբերության անբաժանելի մասն է եւ պետք է պահպանվի։ Մենք այս հարցում ոչ մի նույնիսկ չնչին զիջում չենք անի։ Հետեւաբար բոլոր կողմերը, այդ թվում Օմանը, անպայման հաշվի կառնեն այս կարմիր գիծն առաջարկություններ ներկայացնելիս։ Իրանը եւ Միացյալ Նահանգները ապրիլի 12-ից մայիսի 23-ը Օմանի միջնորդությամբ անցկացրել են անուղղակի բանակցությունների 5 փուլ Թեհրանի միջուկային ծրագրի եւ Միացյալ Նահանգների պատժամիջոցների վերացման վերաբերյալ, որոնցից 3-ը Օմանի Մասկատում եւ 2-ը Հռոմում։ Վերջին օրերին Միացյալ Նահանգների պաշտոնյաները բազմիցս պահանջել են, որ Իրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացումը, ինչը Թեհրանը կտրականապես մերժել է։ Ըստ Բաղաեի, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամանակը եւ վայրը դեռևս որոշված չեն։ Իրանն այժմ խորհրդակցությունների մեջ է Օմանի հետ եւ Օմանը կհայտարարի բանակցությունների հաջորդ փուլի ժամանակի եւ վայրի մասին Միացյալ Նահանգների հետ խորհրդակցելուց հետո։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը X-ի իր էջում գրառում է արել Ադրբեջան այցի կապակցությամբ։ Ինձ համար մեծ պատիվ էր այսօր գեղեցիկ Լաչին քաղաքում հանդիպել իմ հարգարժան եղբորը, նախագահ Իլհամ Ալիևին։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Հնդկաստանի հետ վերջերս տեղի ունեցած հակամարտության ժամանակ մեր երկրին Ադրբեջանի կողմից ցուցաբերված անսասան աջակցության համար։ Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր վճռականությունը խորացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում եւ շարունակելու համատեղ աշխատանքը տարածաշրջանային խաղաղության եւ առաջընթացի համար։ Կեցցե պակիստանա-ադրբեջանական բարեկամությունը։ Ադրբեջանի անկախության տոնի առիթով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձյանը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Վրաստանի կառավարության եւ Վրաց ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Ադրբեջանի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Մայիսի 28-ը պատմական նշանակության օր է եւ ադրբեջանական ժողովրդի ազատության ու անկախության ձգտման խորհրդանիշ։ Մենք անկեղծորեն ուրախ ենք մեր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հաջողություններով եւ զարգացմամբ։ Վստահ եմ, որ Վրաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջև ամուր պատմական բարեկամությունն ու համագործակցությունը, որոնք ուղղված են տարածաշրջանի ընդհանուր շահերին, զարգացմանը եւ կայունությանը, ապագայում ել ավելի կամրապնդվեն։ Կոբախիձեն Ալիևին մաղթել է շարունակական բարգավաճում, առաջընթաց եւ ավելի մեծ հաջողություններ պետականաշինության ջանքերում։ Անկախության տոնի առիթով Ալիևը շնորհավորանքներ է ստացել նաեւ Իտալիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Իրանից, Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։